Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ես Կարենն եմ, Hello-Bit-ի տուժածներից, ասեմ, որ Hello-Bit-ի մեջ վերջի հոկտեմբերի 19-ին եմ ներդրում կատարել, բայց ասեմ, մի տարի ինքը գործում էր, ամեն անգամ իմ կողքի մարդիկ ինձ զգուշացնում էին, ասում էին, գիտեք, այսպիսի հարթակը գոյություն ունի, մենք գումարներ ենք հանում։ Ես մտածում եմ, որ ինքը խարդախություն է եւ մի տարի այդպես գործելուց հետո տեսնելով, որ ժողովուրդը ասենք անում են, իսկ պետությունը վերևից մի տարի ժամկետով ոչ մի բան չի անում, այսինքն դա նշանակում է օրինական է։ Ես ինքս ունեի պրոբլեմ։ 2 հաշմանդամ երեխաներ ունենք մեր տանը, որը մինչև հիմա դիագնոզ չունեն, 25 տարեկան, 16 տարեկան երեխաներ են, պետությունը չունի, ես որ կողմով ասեմ, ոչ մի կողմով պետությունը, որպես պետություն չի կայանում այս երկրի մեջ, ես արդեն հույսս չգիտեմ ում վրա դնեմ, որտև ասենք հեշտ չի 2 հաշմանդամ երեխա մինչև հիմա հարցականի տակ դիագնոզ, ինձ ասում են, այսքան վճարովի, 1.700.000 պետք է վճարես, որպեսզի կարողանաս իմանաս երեխաների հետագա դիագնոզը։ Առողջապահության նախարարությունը։ Այո, ասում եմ, բայց ես ինչի համար վճարեմ, ասում եմ վճարովի է դա, եթե չէ դրսում են անում այդ անալիզները, դե դրսում են անում 2 հաշմանդամ երեխաների հետ, ես ինչպես պետք է անեի, վարկ եմ վերցրել, ասի կդնեմ, եթե տենց է մի տարի այս գործում է, թող էդի ավելանա, գոնե այս երեխեքի հարցը լուծեմ։ Ես մայրիկը չեմ, մայրիկ չունեն երեխաները, ես հորաքույրն եմ, չէ, դա մինչև հիմա խնամակալել չեմ, այս պայդերությամբ մայրությունից զրկում ենք, որպեսզի ես խնամակալություն վերցնեմ ու եթե սենց շարունակվի դատարան ընդեղ է հետաձգում, մայրը 10 տարի բացարձակ չկա ընդեղ հետաձգվում է, բայց այդ հարցը էլի կլուծվի, բայց ինչպես լուծեմ դիագնոզի հարցը, որ մինչև հիմա 25 տարեկան երեխան հարցականի տակ, 16 տարեկան երեխան հարցականի տակ, ըստ դրա Hello-Bit-ի տուժածը այդպես եղավ, որ մի տարի գործելով Hello-Bit-ի իմ շրջապատում մարդիկ օգտվել են, բայց կողքս ահագին մարդիկ էլ տուժել են, այսօր չեն գալի, դիմում չեն ներկայացնում, որտեվ մեր պետության վրա հույս չունեն, որ ինչ որ ձևով կկարողանան այս գումարները հետ կբերեն, արդեն գնում է այնպես, որ ես մտածում եմ, ամբողջ վերևների մատը ամենտեղ խառնա, այսպես ասեմ, ուրիշ էլ ասելու բան չունեմ։ Եթե ոչ, ամեն ձևով Էս են բացահայտում, են բացահայտում, են մի հատ փոքր զանգը հեռախոսի մեջ, գիտեն մարդը որտեղ է, ինչա, այս եկա ամբողջ ժողովրդին խաբել են հանրապետությունով մեկ, ոչ մեկ ոչ մի բան չի անում, չեք անում, չգիտեք չեք անում, փոխհատուցեք, պետությունը դրա համար է, մարդու իրավունքը պաշտպանեք, ինչպես 2 հաշմանդամ երեխաներիս իրավունքները պաշտպանված չեն, այնպես էլ բոլոր մարդկանց, ինչպես նաև իմը, շնորհակալ եմ։ Իրավունքների պաշտպանին դիմել եք։ Որ հարցով։ Երեխաների։ Երեխաների հարցով դիմել եմ, այո, դիմել եմ։ Ես ամեն տեղ եմ դիմել, ես մինչև հիմա դիմում եմ, 10 տարի է ես պայքարում եմ, բայց ոչ մի բան չեմ հասնում։ Նույն բանն եմ պատասխանում։ Այո։ Պետություն գոյություն ունի, ու պետությունը գոյություն ունի, պետությունը ոչ մի քեզ նորմալ պատասխան չի տալի, 10 տարի տանում բերում, 10 տարի, մի հատ թոշակ են տալի 37.000 դրամ, հիմա կդառնա 47.000 ու բացարձակ ոչինչ, բացարձակ, սա է մեր պետությունը, դրա համար եթե հիմա ես ինքս ուզում եմ, չգիտեմ ինչ ձևով այդ բանը ճանաչեմ, որ դրսում գոնե այդ երեխեքին դիագնոզ ունենամ։ Գոնե այս գումարս հետ բերեն, ես կարողանամ այդ երեխեքին դիագնոզ տանել դրսում, նշանակել։ Հույս ունեմ, որ մի օր, չգիտեմ, ես հույս ունեմ մոտակա ժամանակներում մեր պետությունը որպես մարդու իրավունքներ կգնահատի մարդկանց եւ կկանգնի մարդկանց կողքին։